առաջին անգամ Հայաստանում մշակված, Հայաստանում արտադրված վերջնական ռազմական արտադրանք է արտահանվել ընթացող ամսվա ընթացքում։ Պատահական չէ, որ իմ հայտարարության ժամանակ ես շատ կոնկրետ ընկերությունների անուններ, վերջին հասցե և զինատեսակների քանակ, արժեք և տեսակ չեմ հնչեցրել, որովհետև ուզում եմ ասել, որ որպես կանոն նմանատիպ գործարքների պարագայում պիտի լինի կոնսենսուս կողմերի միջև հրապարակային հանրային այդ տվյալները ներկայացնելու։ Այս պահին այդ կոնսենսուսը չկա, այսինքն սրանով է պայմանավորված, որ որևէ պարագայում մենք մեր հայտարարություններով չենք կարող վտանգել կամ հավելյալ խնդիրներ ստեղծել ապագայի համար։ Այն գործարքները, որոնք կայացել են, դրանք տեղի են ունեցել, բայց շատ կարևոր է ապագան, որովհետև սրանք միայն առաջին քայլերն են, ինչպես ես իմ հայտարարության մեջ էի ասել, սա սկիզբ է, ընդամենը սկիզբ է մի երկար ճանապարհի։ Այսինքն շատ կարևոր է այս ոլորտում, որ Հայաստանը թե իբրև պետություն և թե հայաստանյան ընկերությունները որպես մասնավոր հատված բիզնես գործընկերներ լինեն վստահելի և հուսալի։